առավոտից զորով Արթնանալով քնից Դուրս եկա ես մեր տնից Տես որ ունեմ ուսիս Նոր պայուսը թիթիս Մեջ տարբեր մեծ փոքր լագոտել Ով իմացավ թե ես ուր եմ գնում Որ սովորում եմ ես առաջին դասարանում Դպրոցական աղջիկ եմ ես էլ չարագետիչ եմ Մեծ եմ ես մի տարով մանկապատես մնաց բարով Ես դպրոցական եմ ու ես 6 տարեկան եմ Մեծ արդեն մի տարով մանկապատես մնաց բարով Շունուկատուն անգիր, տերն ծառան պատմի Իշ չայի վերջը ես սովորել եմ ջերի պես Որ պարելուց բացի, ես ունեմ խելացի Որ խաղերին բակի, էլ ոչինչ չխանգարի Ես տես չունեմ իմաս սովորելու Ընկերներիս համար եկելու եմ պարելու Դպրոցական աղջիկ եմ ես էլ չարագետիչ եմ Մեծ եմ ես մի տարով մանկապատես մնաց բարով Ես դպրոցական եմ ու ես 6 տարեկան եմ Մեծ արդեն մի տարով մանկապատես մնաց բարով Դպրոցական աղջիկ եմ ես Բարի սիրելի ծնողներ, հարգելի մանկավարժներ, շապոլիներ և երեխաներ, սիրելի երեխաներ։ Այսօր ես նախությամբ ողջունում եմ ձեզ մեր հայկական գեղեցիկ հանդեսի։ Այսօր գազել եմ մի անձնական բան, որտեղ մեր փոքրիկները իրենց մանկական ուրախությամբ ու զարմանալի կարողություններով պատրաստ են կիսվել ձեզ իրենց սրտից բխած կարողներով ու ջերմությամբ։ Մեր մանկավարժները իրենց գործի մեջ միշտ ձգտում են ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա կարող է զարգանալ, աճել և դառնալ լուսավոր ապագայի կրող։ Եվ ձեր սիրելի ծնողներ, այն փոխարինելի աջակցությունն ու սերն են, որ դեր է տալիս դրանց։ Այս հանդեսը ոչ միայն արտադրում է տարիների ընթացքում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները, այլ նաև մի պահ է ուրախություն ապրելու, գնահատելու և երեխաների առաջընթացը և միասին վայելելու մանկության պարզ ու անկեղծ պահերը։ Վերացնում գնա բոլորի սիժողության մեջ, որպես ջերմ ու լուսալիստի նոր ախտարանների ճանապարհին։ Շնորհակալություն ձեզ ներկայության համար, սիրով ու վստահության նույնպես։ Իսկ այժմ անդրադառնանք մեր առաքական ցերեկույթին։ Թեման է, որն է ուզում դառնալ դպրոցական, որի ընթացքում մեր շրջանավարտները կպատասխանեն առաջադրված հարցերին։ Սիրելի ծնողներ, պետք է խնդրեմ, որպեսզի դուք նույնպես դիտեք ուշադրի, որովհետև կան հարցեր, որոնք ուղղված են հենց ձեզ։ Իսկ այժմ եկեք բարձր ծափակցությունները դիմավորենք այսօրվա շրջանավարտների ծափակցությանը։
David Maria. Maria. Dania Meher. Հարց առաջին, ինչու է մեր երկիրը կոչվում Հայաստան, իսկ մենք հայեր, որն է Հայաստանի մայրաքաղաքը։ Այս հարցին կպատասխանեն Վահագնը և Մարիամը, դիմավորեք ծափարություններով։ Մեր երկիրը շատ անուններով է կոչվել, ուրարտունների վան, մեր երկրի բուն հայկական անվանումը կոչվել էր հայք, ի պատիվ Հայկ Նահապետի։ Ճակատնապն ամենաբազում Հայկ Նահապետը իր նետով գետնի տալ պարոնվել և հաղթում նրա շնորհիվ մեր երկիրը կոչվում է Հայաստան, իսկ մենք Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը Երևան։ Իսկ ինչ է հայրենիքը, կպատասխանի Մելիքյան Մարիամը։ Հայրենիքը այն տունն է, ուր ապրում եմ ես, այն բակն է, ուր խաղում եմ ես, հայրենիքդ նաև դու ես, որ պիտի մեծանաս, որ պաշտպանես քո հողը, ու երբեք չմոռանաս քո լեզուն ու կրոնը, հայրենիքդ սիրիր որպես հայի կոչումը պահիր պատվով։ Հաջորդ հարցը, ինչպես են կոչվում մեր դրոշը, քանի գույն ունի այն և ինչ են խորհրդանշում այդ գույները, կպատասխանեն Եվա և Մարիա Ավազյաններ։ Հայաստանի Հանրապետության դրոշը կոչվում է եռագույն, քանի որ ունի 3 գույն՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն։ Կարմիրը խորհրդանշում է հայ ժողովրդի մշտական պայքարը Հայաստանի ազատության
քայքայության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հաջորդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Իսկ ծիրանագույնը խորհրդանշում է մարդկանց աշխատասիրությունը։ Աղմից թափված արևի ոսոր, երկնքից պոկված երի մի կապույտ, հասուն հարկերի սող ծիրանագույն, դարերի խաղաղ դրոց երագույն։ Հաջորդ դարձը, ովքեր են պաշտպանում մեր երկրի սահմանները, կպատասխանի Սամվելը։ Այրենի քաղաքներ մարդու համար ամենակարևոր աֆեկտն է, իսկ դա պաշտպանությունը, փոխարենների պարտականություն, իսկ այդ պարտականությունը հպարտությամբ կատարում են բանակի քաց զինվորները, հայոց բանակի օրը նոյեմբերի 28-ին, այն ստեղծել է Վազգեն Սարգսյանը։ Հաջորդ դարձը, ինչ է ծիածանը և քանի գույն ունի այն, կպատասխանեն Միքայելը և Վիկտորիան։ Ծիածանը բնության երևույթն, այն ունի 7 գույն, կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ, մանուշակագույն։ Ին ամպերից եկավ որ տանձրել, բազրեց երկինքը ճախեց ճնջալ, կանաչ կարմիր կապեց ծիրադել, ջրի կաթներները արգորդացան։ Իսկ իմ այդ շեզ և խոստացել էին հարց ծրողների, շատ բակ հարց է խնդրում են կենտրոնացել։ Որ նախակարար են հաճախոն ձեր երեխաները։ Ամենագետներ, այո, ծախարությունը շատ բաց է, ասում է ծայնացը շիշտ պատասխանող կուր, առաջին ու շիշտ պատասխանողը, ծախարությունը շատ բաց է։ Լավ, ես դիո ստենի շուտով ուստա, ամեսը, ծախարը շատ բաց է։ Եվ իրակ է շարունակում եք։ Doing that so bad.
Ես շարունակում ենք ինչ մեծանուն կոմպոզիտորներ դիտել կպատասխանի Յանը համից Հայ ժողովուրդը աշխարհին տվել է շատ տաղանդավոր կոմպոզիտորներ Կոմիտաս, Զարնո Պապաջանյան, Արամ Խաչատրյան, Արմեն Տիգրանյան և այլն Նրանց ստեղծագործություններից են Կաքավիկը, Գայանե բալետը և այլն Իսկ այժմ Կաքավիկ երգով հանդես կգա Անահիտը և Արեգը դիմավորը ծափարություններով Bravo, grazie a Zahra Եվ շարունակում ենք։ Ինչ մեծանուն նկարիչներ գիտեք, պատասխանում է Դավիթը։ Հայ մեծանուն նկարիչներ ցեն Մարտիրոս Սարյանը, Հակոբ Քոչարյանը, Հովնաթանները։ Նրանց ստեղծագործությունները մեր ճանաչում ունեն ողջ աշխարհում։ Շնորհակալություն։ Հաջորդ հարցը։ Ինչ հայ և արտասահմանյան մանկագիրներ գիտեք։ Պատասխանում է Վերոնիկան։ Հայ մեծանուն նախագիծներից են Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակը, Ղազարը Սաղայանը, նրանց ստեղծագործություններից են մեր հայ սերունդստան մեջ ճիշտ հայեցի դարձավ։ Ռուս մանկագիրներից են Իվան Կրիլովը, Ալեքսանդր Պուշկին, արտասահմանյան մանկագիրներից Խարպերոն Հանքրիսյանը Bravo, ծախարություններ, ապրես։ Հաջորդ հարցը։ Որոնք են անձնական հիգիենայի կանոնները և որոնք են հարգալից քաղաքավարի գարդոցողության դիմերաձևերը։ Պատասխանում են Մարի և Էլինան։ Անձնական հիգիենայի կանոններ են առավոտյան լվացվելը, ատամները խոզանակելը, ընկածների մաքրությունը, յավունգները կտրելը, ուտելուց առաջ և հետո լվացվելը և ամենը լանգատ ընդունելը։ Հարգալից դիմերաձևերից է, բարև ձեզ, ստեսություն, խնդրում եմ, շնորհակալություն, ներեցեք, ներողություն և այլն, այս բառերը օգնում են մեզ ողջ կյանքում։ Շատ ճիշտ է, խնդրում եմ բարձր ծափահարը պրոդուկտների։ Եվ հանդերձնացնողներ պատասխանում հաջորդ հարցին։ Քանի տարեկան է ամենակետներ նախակարգարը։ Ով էր, ով առաջինը գոռաց, հաջո, սարիներ ցույց տալիս։ Ո՞ր է ցույց տալիս։ Հանդերձ սանձեր, սապարություններ շատ կարծեր։ Շարունակում ենք և հաջորդ հարցը։ Ով է ստեղծել հայոց այգուները։ Կպատասխանեն Անահիտը և Մհերը։ Համից։ Հայրենի այբուբենը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին։
շրջել է նա աշխարհից աշխարհ, չունեցեք ում դատար, ստեղծել է այդ վերևում միշտոքն։ Հաջորդ հարցը. Քանի տեսակներ լինում հնչյունները և վեր հնչյուններն են արտասանելիս կարճ և դժվար հնչյուն։ Պատասխանում է Միքայելը։ Հնչյունները լինում են երկու տեսակ, ձայնավոր և բաղաձայն։ Ձայնավոր հնչյուններն են ա, ի, ու, ե, օ, ը։ Ձայնավոր հնչյունները արտասանում են առանց դժվարության։ Մնացած հնչյուններն են բաղաձայները, որոնք արտասանում են կարճ և դժվարությամբ։ Հաջորդ հարցը զնայվելի և խաղարկում է ևս մեկ նոթակետր։ Որն է ամենագերներ նախագրթարանի խորհրդանիշը։ Ես էի, բայց ուրիշի կվեք։ Դու որոշեք որ տան։ Կուտալիկին, մեծ սիրով, սա բարուսիների ներքոյի հարկ է։ Մեծ սիրով ես։ Շատ ու շատ լավան է կգրես նրա մեջ։ Իր հետը շարունակում ենք։ Երեխաներ ուշադիր։ Ինչ է գիրքը և որն է հայերեն առաջին տպագիր գիրքը։ Պատասխանում է Գավինը։ Գիրքը մարդու լավ ընկերն է, այն պատրաստված է թղթից։ Հին ժամանակներում մարդիկ չգիտեին թուղթ պատրաստելու գաղտնիքը և գրում էին կաշվից պատրաստված մագաղաթների վրա և դրանցից ստեղծում էին գրքեր։ Այս գրքերը կոչվում էին մագաղաթյան մատյաններ և առաջին տպագիր գիրքը կոչվում էր ուրբաթագիր։
շարունակում ենք հաջորդ հարցը, որն է ամենակարևոր մասնագիտությունը։ Պատասխանում են Արիանա և Ռոբերտը։ Դիմավորեք։ Բոլոր մասնագիտությունները շատ կարևոր են, բայց բոլոր մասնագիտությունների հիմքը դնում է մի մասնագիտություն, դա ուսուցչի մասնագիտությունն է, չէ որ ուսուցիչն է մեր այջև բացում դպրոցի դռները և մեզ կրթում կարդալ գրել սովորեցնում։ Շնորհակալ եմ քեզ դասիրակ, սովորեցի լավը բարի, թեև դպրոց եմ ես գնալու, դու միշտ սրտում ես կմնաս։ Ինչպես նկատեցիք, ամենագույնները հոդետանում է զարգացնում է նաև գումարը։ Եվ շարունակում ենք հաջորդ հարցը։ Ինչ է կարգավորում ճանապարհային երթևեկությունը։ Պատասխանում է Արեգը։ Ճանապարհային երթևեկությունը կարգավորում է Ռուսաստանի այունի երեկույն կազմիրուս է կիսպասի տեղինուս է բացրած Պիգիցկերուս է կանաս է ստապերուանցի։ Շնորհակալություն Արեգ։ Հաջորդ հարցը։ Ինչպես եք մենք ճանաչում մեզ շրջապատող աշխարհը։ Պատասխանում է Նարեկը։ Որոնք են հայկական ազգային տարրերը։ Պատասխանում է Աշոտը։ Ազգային պարերը, հստակ զարզումներով պարերը, բոլոր մարդիկ պարում են տոների, հարցարեկան հանդեսների, տարբեր ալիքների ժամանակ։ Բոլոր մարդիկ պարում են տոների, հարցարեկան հանդեսների, տարբեր ալիքների ժամանակ։ Ազգային պարերից է Քոչարի, Պետքաբար, Ռամբուստա, Թամսանա և այլն։ Բրավո,
Ծափարությունը շրջացող։ Հագինի ծնողներ հարցրեց, բայց առանց մրցանակի։ Ո՞ր է աղջիկների ամենասիրած խաղալիքը։ Ճիշտ է, պիկնիկը։ Եվ ասել որ այս հարցերի նույն պատասխանն ունի նաև Վիկտորիա, ծափարություններով դիմավորեք։ Հրավերն եմ տալիս և տիկնիկների ժպտերը, ժամանակն է որ արդեն դպրոցի դուրը բացը, ուզում եմ հարգյակ մտնել, կրել կաթար սովորեմ, որ ամեն ինչ իմանամ ու պիտանի մարդ ստանամ։ Շարունակելով ասել, որ մարդու ամենաանհետ ժամանակաշրջանը բոլորս էլ գիտեն, որ մանկությունն է։ Իսկ մանկության մասին գեղեցիկ ֆոտոներով հանդես կգա Սիլվիա, ծափարություններով դիմավորեք։ Մնաս բարով, իմ մանկություն, մնաս բարով, խաղեր պես, մեր սիրելի մանկապարտեզ, հասակ արան քո ջերմուշկում, արդեն դպրոցն եմ ես կանչում, դու չծխրես, հրաշ պատես, չենք մորանա երբեք քեզ, ու կհիշենք օրեր բարի, այցի կգանք ամեն տարի։
Մնացել են ձեզ հարգարժան բարեկամներ։ Ով գիտի, եթե երեխաներից պաշտպանվելու տոնը։ Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության տոնը։ Երեխաներից պաշտպանվելու։ Ամենը բացի հունիսի 1-ը։ Լավ է, լավ գրացի պատասխանը ձեզ կտանները։ Ամենը բացի հունիսի 1-ից։ Ես մի կարաստորներ կարհաշը, որ մենք ամսյակ, լավարդիկ, գիտեմ որ չի պրգի, երել որ չի պրգի։ Так, հունիսի 1, այս հացին հիմա կպատասխանի Լեոնը։ Ծափարությունները Լեոնի դիմակ է։ Ամեն տարի երեխաների պաշտպանության օրը նշվում է հունիսի 1-ին։ Այդ օրը խոսվում է երեխաների իրավունքների մասին։ Տեղի են ունենում միջոցառումներ երեխաների նվիրված։ Այդ տոնը ունի իր խորհրդանիշը՝ 5 երեխայի պատկեր տարբեր գույներով, որը խորհրդանշում է ռասայական և մշակութային բազմազանություն։ Նրանք կանգնած են մոլորակիցում, ձեռքի բնած, որը խորհրդանշում է համաշխարհություն և համաշխարհային միասնություն։ Իսկ այժմ ձեզ համար հարց կհնչեցնի Լիլիան։ Հոգատար է ու բանի, ով է քնքուշ մեզ ժպտում, երբ քոլեջ եք մենք մտնում, ու մենք հաճախ դիմում, երբ ինչ-որ հաց է ծագում։ Հոգատար է ու բարի, սիրելին է բոլորի, անձամբ ունի երկու բալիկ, բայց հարիրից ավել սան։ Այո, գորգորը, բարձր ծափարություններ։ Ապույն կարգը հստակ դրան ասիցի։ Չողովը չեմ տալիս, երկու բեր։ Չեմ երկու։ Իգեր գայաներում կանգնվոր։ Լավ, հալեմ գետ ասում, եթե պատասխանը կվերը տալիս է։ Սաղնավեցին։ Մի ոտնանի, մի գլխանի, գլխից 1000 շոր կհանի։ Այդ մարդիկ խարսկոցոն կիրա։ Ես ջերկը որպեր պատրաստված են կնա։ Դուք ազեկում նխիրը կաջոր, որ տակոտ ձերը չեմ շաշ չեմ, ձերը կլի ուստացած շկորը կոսում։ Արեշ վաշերը, սենա բերնեկարի նորմալած կետս։ Դուք ունի են կաջոր նորմալը։ Եվ որնա։ Դուղաղի քույրիկնես դեանի մոտիկ իմ դեպքում անհարմար էրցում ծափարություններ շնորհակալություն կմեցին է որ հիմա ինչ են կարում Սին նախիկինից է շրկանավոր Դու
Իմաչանալի վերում է բոլորովին պատկերացնում չեմ, քանի մանկապարտեզը ես հողակը հաճախ խորհայցերում։ Ու եթե մտորես մանկապարտեզ լսվում ես ընդոր միակ ներողություն կազմարը ճիշտ ասնում, բաժան դեմքով, 90-ականների պրոբլեմներով, չմային, տնորեն աղորով չանում է, բայց ես մտում ես ամենակետներ, հասկանում ես նրան ենգավար լինելու համար պետք չի լինել ջուրհան, պետք է լինել հայլու աչքերով, պետք է լինել նուրբ ժպիտով, ունեց ամենագետների տնորեն միտեղ գայանում, հենց էրդ երկանը, աշխարհի շատ հարցեր կայքարով, աշխարհի մրամագույն, երջանիկ մանկություն մեր փոքրերին։ Արդյոք բավարարեցինք ծնողի սպասումները։ Եվ ամենակարևորը, պատրաստեցինք երեխաներին այն նոր փուլին, որի շեմին կանգնած են այսօր։ Եվ գիտեք, ես կարող եմ առանց վարանելու ասել այո։ Մենք, ծնողներ, դաստիարակներ, աշխատակազմ, միասին այս փոքրիկներին տվել ենք անմոռանալի մանկություն, սիրված և գնահատված լինելու զգացում, տրամաբանելու, երազելու և երազանքներ իրականացնելու հմտություն, ինքնավստահություն և մարդկային բարձր արժեքներ ունենալու կարողություն, որը համոզված են իրենց հետ կտրեն ամբողջ կյանքում։ Սիրելի ծնողներ, շնորհակալ եմ ձեզ վստահության, խաղաղ համագործակցության և ջերմության համար։ Իսկ այժմ եկեք բարձր ծափողջուներով դիմավորենք մեր շրջանավարտներին։ Անուն առ անուն, հանձնել տեկալականները, ավարտական նկայականները։ Իմամոր, Նավժիան Արյանը։
Սոկրան Իսրայել Մենք բոլոր ծնողներս, մալիկները, տատիկ պապիկները բոլորս ուզում ենք անչափ շնորհակալություն հայտնել ամենակետներ նախակրթարանին, ողջ անձնակազմին դուք արել եք ավելին, քան մենք սպասում ենք։ Տիկին Բերենե, շնորհակալություն առաջին հերթին ձեզ, որ ստեղծել եք այսպիսի ջերմ, հոգատար, բարի միջավայր մեր երեխաների համար։ Շատ շնորհակալություն, որ այսպիսի լավ մասնագետների եք հավաքել մեկ տեղում, որոնք մեր երեխաների հետ զբաղվել են մեզանից շատ շնորհակալ եմ, դուք ձեր ամբողջ սերը դրել եք այս աշխատանքի մեջ և դա զգացվում է, գնահատվում է, մտածեք, մենք բոլորս դա տեսնում ենք։ Մեր սիրելի անփոխարինելի ընկեր Աշխեն, խոսքերը չեն հետքի, որ հայտնենք ձեզ մեր գիտությունը, մենք էլ ձեզ ենք շատ սիրում, գիտեք առաջին հայացքից ես երբ բերեցի Անուլին ու տեսա ընկեր Աշխենին, ես հասկացա, որ Անուլս այստեղ կմնա ու այնքան իսկ գնացի, թեպս առաջին մի քանի ամիսները լացուպոցով երևի բոլոր ձեր երեխաներն էլ ընտենց եկել, բայց ես այնքան հանգիստ էի, որ ընկեր Աշխենը կա, Անուլի կողքին է ու ես համոզված էի, որ իմ երեխան ապահով ձեռքերում է։ Շատ շնորհակալություն։ Ես արդեն սպասում եմ երբ եմ երկրորդին բերելու, անպայման ձեռքում չգիտեմ որ տարիքային կունն է ձեր մարտիներով, բայց պետքանակ ձեր մարտիներով։ Ընկեր Մարիամ, շատ շնորհակալ ենք, որ մեր երեխաների դեպ այդքան ուշադիր, հոգատար եք եղել։ Շատ շնորհակալություն, որ մենք միշտ մաքուր և կոկիկ վերցրել ենք մեր երեխաներին ամբողջ օրը ստեղ անցկացրելուց հետո, շոր են կեղտոտել, ինչ են արել, մենք դա չենք նկատել, չենք իմացել։ Շատ շնորհակալություն ձեր վերաբերմունքի համար։ Շնորհակալ ենք բոլոր մանկավարժներին, որ տարրական գիտելիքներ եք տվել մեր երեխաներին։ Շնորհակալություն երկի բարի ուսուցչուհուն, որ այսպես գեղեցիկ հանդեսներ եք կազմակերպել և մենք վայելել ենք այդ երգերը, բարերը, որը մեր երեխաներին դուք սովորացրել եք։ Շնորհակալություն խոհանոցի բոլոր աշխատողներին, որ մեր երեխաները ուշտ փորիկներով են այստեղից եկել։ Բուժքույրին շնորհակալություն, որ ամեն ընկնելուց հետո վազել են, իմացել են, որ պլաստիկը կպցնեք։ Վարորդներին, որոնք ապահով հասցրել են երեխաներին տուն, հույսով եմ ոչ ոքի չեմ մոռացել, շնորհակալություն բոլորին։ Մաղթում եմ մեզ բոլորիս խաղաղ երկինք, մեր բալիկներն էլ հաջողություն, կյանքի նոր փուլում։ Մենք անպայման կվերադառնանք ամառային մտած մեր հաջող բալիկների հետ։ Մենք միշտ կընտրենք ամենագետներ նախակրթարանը։ Շնորհակալություն։ շնորհակալություն գնահատակի համար։ Խնդրում եմ մեր փոքրիկ ուշադրության
Որդում է նոր մի օր ընկերներիս բոլոր Ես ու գարթում եմ արևոտ իմ երգը նոր Որ միասին լսենք, հրաշքների սպասենք Ու աշխարհին երգովին բարի օր ասենք Ինձ միացիր, սիրտը տացիր Արևի մարտի, ուրախ ու երջանիկ Մեր հոգիների մեջ արև կա մեջ Արևի երկիր, շպտա մեզ ու երկիր Մանկության պես չեն ձեռքերով մեզ կրկիր People of the sun, we're always having fun Let me live in miracles, hey everyone Happy land of sun, your song is number one Let us sing it from birth and for everyone Մանուկներին բարի ասում են գերանի Ով աչքերում
Ես ինչպես, ես ոնց անցան, ոնց եկան, հեռացան, օրերը դպրոցական, պայուսակ նստարան, ինչ երազեր, ինչ անուրջ, թե կատակեր և թե լուրջ, թե հեքիաթ կախարդական և թե կյանքեր իրական ու կարծես երեքեր դեր դասերու դասարաններ ախ ես ոնց էջեր մակել իմ դասատուն են ջահել ու հնչեց զանգը հնչեց ու հնչեց վերջին անգամ վերջին ծաղիկներով մի քիչ թաց աչքերով կարոտելու եմ ես դպրոցն ու բոլորին բայց ինչ արած մնաք բարով Եվ ինձ հետ միշտ կմնան անմոռաց, անբաժան հուշերը դպրոցական օրագիր պահարան ինչ ուրախ էր, ինչ անհոգ թե ձմեռ էր և թե շոգ թե տանիք էր հայրական և թե տուն նվիրական դու նստում էիր կողքից մանկության ընկերուհից բայց այսօր արի ու տես ես կարծես սիրում եմ քեզ ու հնչեց զանգը հնչեց ու հնչեց վեր